Առաջին եթերում հարցազրույցն է։ Վերջին օրերի սահմանային լարվածությունը բոլորի ուշադրությունը սևեռել է սահմանից ստացվող հաղորդագրությունների վրա։ Չնայած Բաքվի կողմից սահմանած արգելանքին չհրապարակել կորուստների մասին տվյալներ, ադրբեջանական կայքերին չի հաջողվում թաքցնել կորուստների մասին վիճակագրությունը։ Այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչպիսի հակահարվածի են հանդիպել ադրբեջանական դիվերսիոն խմբերը մեր սահմաններին մոտենալիս։ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսպիսով, եթե հունվարյան այս շրջանը փորձենք վերլուծել, ներթափանցման բոլոր փորձերը ըստ էության ձախողման են ենթարկվել, ընդ որում ադրբեջանցիները փորձում են եւ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ սահմանին այդ դիվերսիոն ներթափանցման փորձերը։ Նրանք ինչ են ուզում ի վերջո, մենք եկել ենք այդ եզրակացության, թույլ օղակ են փնտրում մեր սահմանին։ Գիտեք ինչ, առաջին հերթին ես փորձեմ գնահատեմ սահմանում իրավիճակը եւ այդ գնահատականը, որ սահմանում իրավիճակը կայուն ծանր է։ Բայց միևնույն ժամանակ նկատելի է պատասխանատվություններից հետո որոշակի իրենց կողմից զսպվածություն, կրակի կիրառման խախտումների առումով կտրուկ քչացում մանավանդ վերջի ես երկու օրվա ընթացքում իրենց նպատակները որպես ռազմական ղեկավար, ասեմ ձեզ, բացի քաղաքականից, որը թողնենք քաղաքական գործիչներին եւ չտամ այդպիսի գնահատականներ, ուղղակիորեն անհասկանալի են, որովհետեւ եթե անհասկանալի թե ինչ է ուզում ստանալ այս լարվածությամբ, եթե ասենք սա ուղղված է ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հարցը լուծելու խնդրին, ապա դա պետք է լիներ շարունակ, դա պետք է լիներ կիրառելով ամբողջ ուժը, բոլորս հասկանում ենք, եւ ի վերջո խնդիր, որը պետք է կատարվեր։ Ցավոք սրտի իրենց համար նմանատիպ գործողությունների, երևի թե հասկանալով անարդյունավետության մասին, ասեմ ձեզ, որ իրենք այսպես, ինչպես դուք ճիշտ եք ասում, փորձում են շոշափեն մեր առաջնային գիծը, փորձում են ստեղծեն իրավիճակներ, որտեղ իրենք իրենց կարող են համոզել, որ իրենք կարող են ինչ-որ խնդիր կատարեն այդպիսի կորուստների գնով։ Գիտեք, ճիշտ ասած, մեր համար, օրինակ, մեկ զինվորի կորուստն էլ բավականին ծանր է, մենք դա ոչ միայն ասենք զինվորականներով, մենք տեսնում ենք եւ ամբողջ ժողովուրդն է այդ կորուստներին ոնց որ այսպես շատ ուշադիր եւ մեզանից շատ բան է պահանջում։ Իրենց մոտ ցավոք սրտի երևի թե մտածում են, որ պատերազմը դա գուցե իրենց համար շաշկի, ասենք, խաղալ է, որտեղ միայն նմանատիպ խաղերում է, որով ինչքան շատ հակառակորդի, ասենք, այսպես քարերը տարավ, ինքը հաղթող է դուրս գալու։ Մարտի դաշտում այդպես չի։ Մարտի դաշտում կարող է մեկ հոգի էլ վերջում կենթանի մնա, բայց ինքը հաղթող դուրս գա։ Իդեպ, տարբեր տվյալներ են շրջանառում վերջին օրերի այդ ընթարումներից, ադրբեջանական կորուստների մասին։ Դուք ունեք հստակ տեղեկություն։ Գիտեք ոնց, մենք բավականին շատ փաստեր ունենք իրենց կորուստների քանակի մասին, ու կարող է ժողովրդից հնարավոր է թաքցնել։ Բայց մինչև ինչքան կարելի է թաքցնել ադրբեջանցու ընտանիքից իր որդու կորուստը ենթադրել։ Գիտեք ոնց, օրինակ ես վերջի հայտարարությունը, որ ստիպված հայտարարեցին, որ ոնց որ թե 3 հոգի այսպես կորցրել ենք, օրինակ։ Ինքներս հասկանում ենք, թե հունվարի 2-ից գործողություններ են ետում եւ իրենք են հարձակվող կողմը, ապա պետք է հասկանալ, եթե իրենք ասում են, որ մեր մոտ շատ է կորուստները, ուրեմն իրենց մոտ պետք է որ մի քանի անգամ շատ լինեն։ Դա օրենք է։ Օրենքը նաև որ հարձակվողն է կորուստներ։ Այո, ես հենց նկատի ունեմ դա, որ հենց հարձակվողը պետք է որ 3 անգամ մեր օրինակ ռազմական գիտությամբ հենց այդպես է։ Եթե դու հարձակվում ես, դու պետք է պատրաստ լինես, որ քո անձնակազմի
կորուստները 3 անգամ պետք է գերազանցեն հակառակորդի եւ ավել։ Ճիշտ է, դա ընդհանրապես գիտություն է, կարանք այսպես խոսենք, բայց թե նմանատիպ իրավիճակում, երբ որ սահմանները կահավորված են, երբ որ զորքը պատրաստ նստած է, երբ որ դու գնում ես ոչ թե ասենք սա սահմանային գոտի չի կլասիկ հասկացողությամբ, ոնց որ մենք հասկանում ենք, այս զինվորը նստած է զենքը ձեռը, հաշկնել նշանոցին եւ ասել, որ մոտենում ենք իրենց հասցնում ենք կորուստ, մենք էլ այսպես ոչ մի կորուստ չենք ունենում, ուղղակի ծիծաղելի է։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց ժողովրդին, ես չգիտեմ, իրենց ղեկավարությունը երևի լուրջ հավատում է, որ իրենց ժողովուրդը տեղյակ չի իրենց կորուստների մասին, ես կարամ իրենց տեղեկացնեմ, որ իրենց ժողովուրդը լավ էլ տեղյակ է։ Ադրբեջանական կայքերից մի այսպիսի հետաքրքիր բան նկատվեց, որ նրանք ոչ հայտնում են զորամասը, ոչ սահմանային հատվածը, ոչ էլ որ քաղաքից է ադրբեջանական, որ բնակավայրից է կորուստը։ Երևի այստեղ էլ թաքցնելու միտումը հենց երևի այստեղ է։ Իհարկե, այսպես համընդհանուր ասում են կորուստ ունենք, առանց մատնանշելու որտեղ է այդ կորուստը։ Այո, հենց այդպես էլ կա։ 3 հոգի ասում ենք, որտեղ էլ ասենք կորուստը հայտնաբերվեց, կարող են ասել դա հենց այդ 3-ի մեջ է։ Բայց ասեմ ձեզ, որ առաջնային գծում իրանք այսօրվա դրությամբ չունեն զորամաս, որ կորուստ ունեցած չլինի։ Ես ձեզ ասեմ, եւ առաջին, երկրորդ բանակային կորպուսներում իրենց մոտ տեղի ունեցածը հենց դրա մասին է խոսում։ Հրամանատարների փոփոխություն, օրինակ երկրորդ կորպուսում բոլոր առաջնային գծի հրամանատարներին փոխեցին։ Երկրորդ կորպուսի հրամանատարի գլխավորությամբ։ Փոխեցին կորուստներ տալու հենց այդ պատճառով։ Հարգելի գեներալ, երբ մենք ասում ենք, որ ամեն դիվերսիոն, այսպես ասած, ներթափանցման փորձից հետո ձևակերպումների մեջ կա մի այսպիսի հստակ միտք, որ մեր դիրքապահները վերահսկում են սահմանի ողջ երկայնքով իրավիճակը։ Մենք դրա տակ պետք է հասկանանք նաև, որ մենք գիտենք նաև թե որտեղից է սպասվում ադրբեջանական սադրանքը։ Գիտեք ոնց, մենք աշխատում ենք դա իմանանք։ Ես գիտեմ դա ում եմ հարցնում։ Այո, մենք աշխատում ենք դա իմանանք։ Որոշ բաներ ստացվում է, մենք կուզեինք ավելի շատը, բայց քանի որ սա եթե շատ ասեմ, կստացվի իրենց տեղեկացնում եմ, եթե քիչ էլ ասեմ, ոնց որ թե կարող է մեր աշխատակիցներին նեղացնեմ։ Դրա համար կարծում եմ, որ իմ գնահատականը որ բավարար է։ Ինչ որ մենք փորձում ենք անել եւ փորձել ենք ամեն ինչ անենք, որ զարգացնենք հենց այդ ուղղությունը եւ լինենք պատրաստ իրենց բոլոր ոտնձգություններին։ Հենց այսօր նախագահի խոսքում կար հստակ մեսիջներ, թե ինչպես պետք է բանակը պահի իրեն, դա ամենաթարմ օրինակը եւ մի փոքր ավելի հետ գնանք պաշտպանության նախարարի այն հրահանգները, որ տեղերում հրամանատարները այլևս կարող են գործել ինքնուրույն։ Մի փոքր կբացեք, ոչ շատ փակագծերը։ Սրան այս մեսիջներին, այս հրահանգներին ինչ է հետևել սահմանին։ Ասեմ ձեզ, նմանատիպ գործողության եւ գործողությունների ոչը հիմնականում բնորոշ են հետախուզական կամ հատուկ հետախուզական ստորաբաժանումներին, ինչ որ ասենք տեղի էր ունենում անցած տարիների ընթացքում։ Այս մարտավարությունը հիմա նախարարը եւ ասեմ ձեզ, որ դա նորություն չի, թույլ տվեց կիրառել այդ թվում առաջնային գծի գումարտակների հրամանատարներին կամ զորամասերի հրամանատարներին։ Ну, ասեմ ձեզ, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առաջին գծի հրամանատարների վրա առաջնային եւ առաջին հերթին դա իրենց պատասխանատվության բարձրացումն է։ Դրանից ելնելով պետք է որ մեր հրամանատարները առաջնային գծում դառնան ավելի հմուտ, ավելի նախաձեռնող եւ հակառակորդի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում պետք է ընդունեն։ Որ դեպքում միայն ու միայն հակառակորդի որ գործողությունների դեպքում եթե
տվյալ զորամասի կամ գումարտակի հրամանատարը, որի պատասխանատվության գոտում գտնվում է հակառակորդը եւ եթե նա գնահատում է, որ հակառակորդի կողմից կա վտանգ։ Սա կարող լինի թե կուտակումների ձևով, կարող լինի թե տեղեկատվություն ստացել օրինակ, որ հակառակորդը գործողությունների է պատրաստում, նա պետք է կարողանա հանդես գա որպես նախաձեռնող։ Այնինչ դուք ասում եք, դա կանխարգելիչ գործողությունն է, որ ես մասնագիտական լեզվով եմ փորձում դա ձևակերպել։ Հենց դա է։ Անպայման դա հենց այդ ձևերից մեկն է։ Կանխարգելիչ գործողություն հասկացողությունը բավականին լայն է։ Դա հենց այդ, այսպես ասեմ, մի փոքր ոնց որ դրա մասն է։ Այսինքն այսուհետև ադրբեջանցիներն էլ ըստ երևույթին կիմանան, որ եթե զորաշարժ է որևէ հատվածում սահմանի լինում կամ զենքի զինամթերքի կուտակում, նրանք պետք է սպասեն մեր կողմից կանխարգելիչ գործողության։ Մենք դա ենք հայտարարել նրանց դիվերսիոն ներթափանցման փորձերին հակառակ։ Այո, ես ասեմ ձեզ այսօր մեր գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարությունում այդ հայտարարությունը արեց, որը մեր համար պաշտպանության նախարարի գլխավորությամբ դա հրաման է կատարման համար։ Եվ մենք իհարկե անմիջապես սկսելու ենք նման գործողություններ պլանավորել։ Ինչ է փոխվել ադրբեջանցիների վարքագծում։ Եթե էլի դիտարկենք հունվարյան ամիսը։ Գիտեք ինչպես իրենց այսպես գործելավոճը ընդամենը զարգացնել են ձևերի ուղղությամբ, բայց իրենք մնացել են ոնց որ թե նույնը դեռ անցած պատերազմից։ Զինատեսակի փոփոխությունը ինչով է պայմանավորված ադրբեջանցիների կողմից։ Ընդ որում թեթև հրետանի են սկսել կիրառել նրանք արդեն։ Դե չհասնելով հաջողության, պարտվելով դիպուկարների կիրառման հարցերում, պարտվելով հետախուզական ստորաբաժանումների կիրառման հարցերով, հիմա հանցել են ոնց որ դուք ասեք, իրենք փորձում են այդ դաշտում էլ ինչ որ այսպես շոշափեն ու ինչ որ հաջողություններ հասնեն, բայց ասեմ ձեզ, բացի բարձր հələ որ այսպես ձայներից մեր համար ուրիշ ոչ մի ազդեցություն դրա կիրառումը չի տվել։ Դուք տեսնում եք, որ մենք իրենց այսպես փոքր դրամաչափի Այսինքն մենք մեր հակազդեցության միջոցներն էլ ենք փոխել։ Իհարկե, դե մենք էլ պետք է պատասխան տանք։ Ստիպված ենք անպայման։ Այս լարվածության աճը բերում է սահմանի վերազինման անհրաժեշտության։ Ես տեխնիկական մասը նկատի ունեմ։ Գիտեք, սահմանի պաշտպանությունը եւ ասենք տեխնիկական պաշտպանությունը, այսպես ասեմ, միշտ էլ ղեկավարության ուշադրության կենտրոնում է եւ միշտ էլ փորձում են զարգացնել եւ իհարկե ամեն ինչ անելու են, եթե պետք լինի լրացուցիչ տեխնիկական միջոցներ են կիրառելու, բայց ապահովելու են անվտանգությունը առաջնային գծում եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր զինվորն էլ ժամանակին տեղեկացվի եւ պատրաստ լինի դիմագրավել հակառակորդին։ Ըստ այդմ, պարոն Կարապետյան, մեզ պետք է հետաքրքրի ադրբեջանական դիվերսիոն խմբի կազմը, որովհետեւ ենթադրություններ կան խոսակցությունների տեսքով, որ այդ կազմում բնավել ոչ ադրբեջանցիներ են։ Գիտեք, դիվերսիոն խումբը այնպեսի ստորաբաժանում է, որ անպայման հետաքրքրում է իր կազմը, կապ չունի այնտեղ, ասենք իրենց ազգային մեր համար դա ընդհանրապես ասենք կարող է գործողության որակի այսպես կարծիք ստեղծի մեր մոտ, բայց թե մեզ համար իհարկե տարբերություն չկա, թե դիվերսիոն գործողության ստորաբաժանման մեջ ինչ ազգություններ կան։ Այսօրվա տեղեկություններով մենք տեղյակ ենք, որ իրենց առաջնային գծում կան այդ թվում Թուրքիայի մասնագետներ, որոնք փորձում են աջակցել, ոչ միայն դիպուկարներ, փորձում են աջակցել ադրբեջանական
հատուկ ստորաբաժանումներին։ Ինչ է դրանից ստացվում, բոլորս տեսնում ենք։ Բոլոր դեպքերում մենք պետք է պատրաստ լինենք եւ փորձը ցույց տալի հենց անցած պատերազմի, որ եթե սկսվեց Աստվածչյանի պատերազմ, մենք դիմակայելու ենք ոչ միայն ադրբեջանցիներին, այլ այդ թվում այն վարձկաններին, եթե հիշում եք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որոնք նորից երևի թե այնտեղ կհայտնվեն։ Բայց ասեմ ձեզ, եթե ադրբեջանցին չի կարողանում ոչինչ անել, չեմ կարծում, որ նրանք ունակ են ինչ-որ բան անելու։ Ամեն դեպքում այս լարվածությունը հուշում է, որ մենք երևի ճիշտ կլինի սահմանին պրոֆեսիոնալների մասնակցությունը, սահմանի պաշտպանությունը պրոֆեսիոնալների մասնակցությամբ ավելի շատ իրականացնել։ Այդպիսի քայլերի անհրաժեշտությունը կա, ես նկատի ունեմ պայմանագրային զինծառայողների ներգրավել սահմանի պահպանության։ Գիտեք, ամենավտանգավոր ուղղություններում հենց այդպես էլ կա։ Այսօրվա պայմաններում բավականին փորձառու, բավականին հասունացած, այսպես ասեմ, առնվազը արդեն այդ ժամկետային ծառայություն անցած զինծառայողներ են։ Բայց միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք, որ մենք պետք է ապահովենք այդում սերունդափոխություն եւ մեր երիտասարդներն էլ պետք է սովորեն իրենց երկիրը պաշտպանեն։ Եվ դա պետք է լինի այսպես ոնց որ փոխանցիկ դրոշի նման։ Եվ որոշ հատվածներում այդում իրանք են պաշտպանում կամ պայմանագրայինների հետ միասին կամ կա դեպքեր, երբ որ առանձին։ Դա նորմալ է։ Եվ վերջինը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիմելու անհրաժեշտություն տեսնում եք թե ոչ։ Այս մասին էլ է շատ ակնարկվում, հատկապես լարված օրերին։ Ես ձեզ ասեմ, որ այսօրվա իրավիճակը այնպիսին է, որ մենք ինքներս ամեն ինչ կարողանում ենք անենք այնպես, ոնց որ մեզ, ասենք, տեսնում ենք, որ պետք է դիմել հապկի անդամներին այսօրվա պահին ես չեմ գտնում, որ կա այդ անհրաժեշտությունը։ Երբ որ դրա անհրաժեշտությունը գա, իհարկե, այդ դեպքում ռազմաքաղաքական ղեկավարությունը անպայման այդ որոշումը կայացնի։ Ինչ վերաբերում է այդ հապկի ղեկավարներին, ապա իրենք այսօրվա դրությամբ բազմիցս հայտարարություններ արել են, մենք բոլորը դա լսել ենք, բազմիցս փորձել են նույնիսկ ինչ որ մասնակցություն ունենալ, որ հրադադարի պահպանման առումով։ Մեր կողմից այդ անհրաժեշտությունը չի դիտվում։ Այո, ես դեռ օրինակ ասեմ ձեզ, որ մեր կողմից հələ որ այդպես խնդիր մենք չենք դիտարկում, որ պետք է այսօր ասենք ստիմենք, որ գան մեզ պաշտպանեն կամ մեր համար ինչ որ մենք մեր սահմանները կպաշտպանենք։ Մենք մեր սահմանները ունակ ենք պաշտպանելու, հավատացեք, ունակ ենք։ Չեմ կարծում, որ կգա ինչ որ պահ, որ այն վիճակին կլինենք, որ չկարողանանք պաշտպանենք։ Շնորհակալություն, Աստված պահապան մեր զինվորներին։ Ձեզ շնորհակալություն։ Հարցազրույցի այս թողարկման հյուրը գեներալ-մայոր գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանն էր։ Հաջողություն։